Փառքներ դեհին։ Ինչու ենք ասում, որ համակարգը նեխած է, փտած է, կամ լավ, ինչու է փտած։ Իրոք, որ ասում են նեխած է, դա համապատասխանում է իրականությանը։ Իհարկե համակարգը նեխած է եւ փտած, բայց դա օտարը չի փչացնում այդ համակարգը։ Այդ համակարգը ինքը այդպեսին ձևավորվում է, որ այդ համակարգի մեջ ընկղվող մարդը կամ այդ համակարգի հետ համագործակցող մարդը էլ այդ համակարգից չկարողանա հեռանալ, որտեղ իր վրայից հոտ է գալու, փոխաբերական իմաստով, այսինքն ինքն էլ է փչանում եւ այդպես դարձնում են յուրային։ Եվ որից է մեկը այդ համակարգի դեմ չի կարող դուրս գալ։ Եթե դուրս գա, արդեն ունեն կոմպրոմատ եւ կհրապարակեն։ Ինչը արվեց հայ բարձրաստիճան եկեղեցիական ծառայողների հանդեպ։ Դե հասկացանք, ասել ենք, խոսել ենք, գիտենք Գարեգի B ով լինել է։ Եվ քանի դեռ Գարեգին B-ն համառորեն չակերտների մեջ պայքարում է, այսինքն Կրեմլի համակարգի Գարեգին B-ն պայքարում է Կրեմլի համակարգի Նիկոլի հետ, շարունակվում է, եկեղեցին հալածվելու է։ Այս երկուսով փորձում են մեջտեղից ճեղել։ Եվ երբ որ կարծեմ Արշակ է, չէ՞ անունը, այդ բարձրաստիճան հոգևորականի ում մասին այդքան խոսվեց, տեսանյութ հրապարակվեց, չգիտեմ։ Երբ որ հայտնվեց արդեն Արշակի այդ տեսանյութը, մնացած բարձրաստիճան հոգևորականները հասկացան, այդ Արշակը ընտրովի չէր էլի։ Իրենք էլ Արշակի պես այդ համակարգի մարդիկ են, ուրեմն իրենք էլ են ժամանակին ազատություններ ստացել, ոչ մեկ իրենց չի հսկել, իրենք էլ Արշակի պես կուսակրոնությունը խախտած մարդիկ են։ Չգիտեմ, իմ մոտ այն տպավորությունն է, որ կուսակրոն քահանա, բարձրաստիճան քահանա, կարող է, չգիտեմ, ավելի ցածր կոչում ունեցող կամ դաս ունեցող, չգիտեմ ինչպես է կոչվում, լինեն դեռևս։ Բայց չգիտեմ, Բենթլի քշող, ասենք, հոգևորականը, եթե ինքը ձգտում է Բենթլի, հաստատ կանանցել է, էլի։ Ենթադրում եմ, ճիշտ է, դրանք այսպես ուղիղ կարող են իրար հետ կապ չունել, բայց ավելի շատ կապ ունեն։ Ես հասկանում եմ, էլի հոգևորականը պետք է ինքը իրեն ուրիշ բանի նվիրի, էլի, ոչ թե վայելքների։ Հա, հիմա ինչ է տեղի ունենում։ Այս բարձրաստիճան հոգևորականները տեսան, որ եթե Արշակին նկարել են ու ցույց են տալիս, ուրեմն իրենց էլ են նկարել։ Ու երբ որ Նիկոլ Նասավեգեքը խոսելու բան կա, վազեցին մոտը։ Վազեցին, որ ժամանակավորապես իրենց մասին հրապարակումներ չլինեն։ Իրենք հասկացան, որ Գարեգին B-ն իրենց տեր չի կանգնելու, որովհետև ինքն էլ այդ կարգավիճակում Գարեգին B-ն հրապարակող չի, Գարեգին B-ն այդ կադրերը կարող է չունի, բայց Նիկոլի իշխանությունը ունի իր ձեռքին, հատուկ ծառայությունները ունեն, տրամադրում են։ Եվ ստիված գնացին Նիկոլի դուռը, գնացին ձեռք սեղմեցին։ Բայց դա չի նշանակում, որ իրենք փրկվել են։ Եթե հրանգը գնալով խստանալու է եկեղեցու կործանում է, եթե իրենց հաջողվի, այդ մարդկանց այս պահին կարող ասենք, հա, իր կողմը քաշի, բայց հետո երբ որ արդեն անհրաժեշտ լինի այդ մարդկանց լիովին կադրել եկեղեցուց եւ եկեղեցին լրիվ փոխել ուրիշ բան սարքել, այդ կադրերը նորից իրանց հետ կապված կադրեր կհրապարակվեն։ Բայց իրենք անելանելի վիճակի մեջ են հայտնվել եւ չգիտեն ինչ անեն, դրա համար ասում են Գարեգին B-ին դավաճանեցին, գնացին Նիկոլի մոտ։ Չեն դավաճանել։ Նիկոլի մոտ լինեն թե Գարեգին B-ի մոտ, իրենք ծառայում են համակարգին։ Դուժողը հայ առաքելական եկեղեցին է։ Եվ այստեղ շատ ցցուն երևում է, չէ՞, այդ կանխակալ կամ ընտրովի կուսակրոնությունը խախտածները, ովքեր ընտրովի են, ասենք, նրանք Արտոնյալ են, այդ նույն Բենթլիին Նիկոլը ծաղրում էր, Բենթլի անունը Բենթլի էր դրել, հիմա ձեռք սեղմում է, որովհետև եթե եկել է իր կողմը, ուրեմն իրավունք ունի եւ կուսակրոնություն խախտի եւ Բենթլի վարի, հասկանում եք, կուսակրոնությունը խախտած քահանան, եթե աջակցես Նիկոլին, վերջ, ինքը փրկվել է, ինքը կարող է կուսակրոնություն խախտել, բայց մնալ եկեղեցում, դարձավ խտրական։ Միանշանակ սա առերևույթ երևացող փաստ է։ Էլ եմ ասում Արշակից որից է մեկը լավը չէ այնտեղ։ Բոլորն էլ խնդիր ունեն։ Բոլորն անխնդիր։ Նիկոլն էլ խնդիր ունի։ Նա չէ որ Նիկոլին չեն նկարել, Նիկոլի կնոջը չեն նկարել, մյուսին չեն նկարել։
բոլորին էլ նկարել են։ Այդ համակարգ ով մտնում է, արդեն ինքը այնտեղ կոմպրոմատը հետն է մտնում, որ հանգարց համակարգին դավաճանես կամ դուրս գաս, իմացի որ սենց են կանելու։ Հիմա ես ինչու եմ այսքան մանրամասնում, որ բոլոր շերտերին հասանելի լինի, էլի։ Օրինակ, տեսեք, Նիկոլ իր գվարդիան վերցնում է, գնում է մոմավառություն, այդ մոմ վառելն էլ, ինչ որ ասեցին արգելել են, էլ էլ չեն անում։ Վերցնում գնում է պատարակի, օրինակ, չէ, իր գվարդիան։ Կեսը քաղաքացիական հագուստով են, այդ զինված, կեսը ոստիգանի հագուստով են, չէ։ Եվ գնում է, մտնում է եկեղեցի, չգիտեմ, ու սկսում է իր սև գործը, մտնում է մայրաթոր, մարդկանց ուղարկում է այնտեղ դիմակավորված, չգիտեմ եսի ինչ արած, մղծելով գնում են։ Ու ինքը մի անգամ մի առթով ասեց, որ ոչ մեկ պետության մեջ չպետք է թփրտա։ Հիմա արտահայտությունը նայած ով ոնց է հասկանում։ Հիմա ասենք օրինակ ովքեր գտնում որ Նիկոլ ճիշտ է անում, որ եկեղեցու հանդեպ նման վարք է ցուցաբերում, ես չեմ գտնում որ ճիշտ է անում, որովհետև գիտեք, եթե իսկապես եկեղեցում խնդիրներ կա, կարելի է լուծել առանց աղմուկի։ Եթե դու աղմուկով ես լուծում, ուրեմն ուզում ես դու խայդարական ես եկեղեցու, չէ՞, ոնց որ մեկը մի աղջիկ ունենա, որը մի քիչ բան է, ազատ է իրեն դրսևորել կամ ամուսնական կապեր է ունեցել, ասենք, այսինքն օրորդ առանց ամուսնանալ արդեն էլ կույս չի, հա, սեռական ակտիվ կյանքով է ապրել, բայց ինչ որ ուզողներ են եկել, ասենք, հավանում են, ուզում են հետ ամուսնանան, ասենք, այդ աղջիկը հեր է, կանգնի գյուղամիջում ասի աղջիկը, բան է, էլի, կույս չի, էլի, չգա կուզելու իմ աղջկան։ Նիկոլի եկեղեցու հետ վարվելու քաղաքականությունը սրան է նման, որ իլուր աշխարհի ասում են մեր եկեղեցին փչացած է։ Չուլանոց է, տերդերներն էլ բան են, անբարոյականներ են։ Ինքը դա է ուզում ասել, որ աշխարհն ասում են առաջի քրիստոնյա եկեղեցին, առաջի է, մասունքները, էսա այնը, Նիկոլը ուզում է ասի, չէ, այդ չի։ Փաշազադեն պետք է ինքը դառնա Կովկասում առավելություն ստանա, չէ՞, Փաշազադեն։ Ինչևից է, գիտեք ինչ է ուզում բան անել, որ օրինակ եթե մեր երկրում որից մեկը պետության մեջ չպետք է թփրտա, այդ քո գվարդիան ինչու՞ չես վերցնում Ալեն Սիմոնյանի հայտարարությունից հետո, երբ որ ինքն ասեց Ռոբերտ Քոչարյանը սպանել է Պողոս Պողոսյանին։ Օրինակ ես չեմ կարծում, որ կուսակրոնություն խախտելը ծանր հանցագործություն է համեմատ մարդասպանության։ Այդ գվարդիան ինչի՞ չես վերցնում գնաց Քոչարյանի տուն։ Ինչի՞։ Մարդը, այդ խորհրդարանը ղեկավարն ասում է, որ այդ մարդը սպանել կամ պատվիրել է, որ սպանեն։ Այդ գվարդիան ինչի՞ չես առնում գնաց, որ առնես մտնես եկեղեցին ես ավիրում։ Հարց եմ տալի, էլի։ Այդ տկարին եմ տալի։ Տկարը, որ չի պատկերացնում, էլի, ինչից ինչ է առաջանում։ Տկար, ինչի՞ չի այդ գվարդիայով գնում Քոչարյանի տուն, որ մտնում է եկեղեցի։ Քոչարյանը դա անհատ է։ Եկեղեցին դա համահայկական եւ համաշխարհային կառույց է։ Քոչարյանին վարկաբեկելով, կալանավորելով պետությունը չի տուժում։ Ժողովուրդը, ազգը, հավատը չի տուժում, բայց եկեղեցին ավիրելով տուժվում է, համայն հայության հավատքի կենտրոնն է տուժում։ Մեր բարոյական ընդհանուր արժեքներն են տուժում։ Բայց ինքը նախընտրում է ոչ թե հանցագործ Քոչարյանին դենց անի, այլ եկեղեցու հետ դենց վարվի։ Օրինակ ես հարցին կուզենայի, որ բան անի, էլի, մի քիչ, դե հիմա չգիտեմ, էլի, ես գիտեք, նմանվել եմ մի մարդու, ով ուզում է ձեր ուղեղի բջիջները արթնացնի, էլի։ Մի հատ ձեզ հարց տվեք, էլի։ Նիկոլ ինչի՞ է գվարդիան չի վերցնում գնա Ալեն Սիմոնյանի հայտարարությունից հետո, Ալեն Սիմոնյան հենց որ մի ուրիշ հայտարարություն անում, մտնում են, չէ՞, դատախազությունը մարդը որքան մտնում են այդ մարդուն, բռնում են, տանում են, լրագրող կլինի, բլոգեր կլինի, չգիտեմ, եսի ինչ կլինի, էլի, որ ասենք դա էական ոչ բանը իրենց չեն ներկայացնում, բռնում են, հավաքում տանում են։ Քոչարյանին կոնկրետ ասել է, այս ինչ մարդուն Քոչարյանը սպանել է։ Ինչ չես գվարդիատ վերցնում, գնաս այդ մարդու տուն, այդ տնից բռնես, հավքես, տանես իրեն։ Այս հարցին որ դուք պատասխանեք, կարող է ձեր մոտ շատ բան փոխվի։ Մնաք խաղաղության,
Ես այդ պատասխանը գիտեմ, եթե չգտնեք, ես հաջորդ եթերների ընթացքում կտամ։ Չնայած նախկիններում բացատրել եմ ով ում հետ ինչ է անում։ Համենայն դեպս, խոհեմ եղեք։ Մնաք խաղաղությամբ։